Բանկության չվիճարկելով հարցի կարևորությունը, իրականում Պաշտպանության հանձնաժողովում հատկապես փակ նիստերում շատ մանրակրկիտ ընդհանրապես երբ 25 օրյա վարժական հավաքների կարգապահության եւ զորակոչի կարգապահության հարցով շատ շահագրգիռ քննարկումներ են գնացել, բայց նայեք մի հատ մեծ խնդիր կա։ Օրենքը փոփոխվել է տարբեր ձևաչափերով 25 օրյա վարժական հավաքի ազդարարման մեխանիզմներին ավելացել է նաև ազդարար EM-ում հայտարարությունը 8-րդ թե 9-րդ օրը եթե կախված է համարվում է քաղաքացին տեղեկացված։ Հիմա կարող եք ելույթներ կամ լինեն հեռախոսով փորձեք ազդարար կետը մտնել, Պաշտպանության նախարարությանն էլ ավազանգ է բազմաթիվ անգամ կարող եք մտնել ազդարար EM եւ չգտնել որևէ 25 օրյա վարժական հավաքի մասին ծանոթություն։ Համակարգը չի աշխատում եւ արդյունքում ունենում ենք ինչ կա օրենք, որը գործում է եւ բուն մեխանիզմի անգործությունը, այսինքն տվյալ դեպքում քաղաքացին, որին ազդարար կետը EM-ով ենթադրենք տեղեկացրել են, ինքը դրա մասին տեղյակ չի լինում, բայց բնականաբար ավելի ծանրացած քրեական օրենսգրքով պատասխանատվության պետք է ենթարկվի։ Շնորհակալություն պարոն Մանուկյան հարցի համար, տեսեք պատասխանատվության անձը կարող է ենթարկվել միայն այն դեպքում, երբ որ ծանոթված է։ Այսինքն, եթե ծանոթված չէ, հարցը նրանում չի, ինքը այդ ազդարար EM-ում ծանոթումը տեսել է թե ոչ։ Հարցանում է, որ եթե օրենքի իմաստով դա համարվում է ծանոթված, ուրեմն ծանոթված է։ Այսինքն, եթե ձեր բարձրաձայնած խնդիրը ես ճիշտ հասկացա, ձեր բարձրաձայնած խնդիրը հիմնականում այն է, որ ազդարար EM-ում ծանոթություններ չեն տեղադրվում, թեպետ օրենսդրական այդ հնարավորությունը կա, այսինքն ենթադրումը չեն տեղադրվում զինկոմիսարիատի կամ Պաշտպանության նախարարության կողմից, այսինքն եթե չկա հայտարարություն ազդարար EM-ում տեղադրված, բնականաբար չի էլ կարող լինել պատասխանատվություն քրեական, որտեղ քրեական պատասխանատվություն կարող է հավելահասնել արարքի, ուրեմն մեղավորության դեպքում, եթե ծանոթված չի, բնականաբար չի կարող պատասխանատվության ենթարկվել։ Ոչ թե ծանոթման հարցն է, կա թե չկա։ Այսինքն ես ամեն անգամ փորձում եմ, չեմ կարողանում գտնել, բայց օրենքով այլևս քաղաքացին փոստով, email-ով տեղեկացվածության վերջին փուլը ազդարար EM-ն է։ Այսինքն մինչև քաղաքացին կարող ասի ես ծանոթված չեմ եղել, բայց ինքը դառնում է, այսպես ասեմ, 3 ոտքանոց աթոմ։ Երբ որ կա օրենքը, օրենքի կիրառումը լիարժեք չի, այսինքն գործադրումը ազդարար EM-ում լիարժեք չի եւ լուրջ խնդրի առաջ ենք կանգնել։ Այսինքն իհարկե ձեր գերատեսչությունը չի, Պաշտպանության նախարարությունը դեռ շարունակելու ենք խոսել, բայց ինքը լուրջ խնդիր է։ Օրենքի խստացումը այո կարևոր է, բայց այդ օրենքի խստացման հետ մեկտեղ այն մեխանիզմներ, որ պետք է լինեն, ամբողջական գործուն չեն։ Շնորհակալություն, ընդհանրապես հավելեմ, որ երկու տարբեր ընթացակարգերի մասն է խոսքը, այո, ծանոթությունը մի բան է, դրա համար խուսափելու համար պատասխանատվությունը մեկ այլ բան է, ասում նախագիծը հենց ծանոթված, պատշաճ ծանոթված, անկախ որ ընթացակարգով պատշաճ ծանոթված եւ խուսափող անձանց քրեական պատասխանատվության մասն է։